Թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Ալյանս կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը, բայց կուսակցության նախագահ հեռավար ներկայացնում է նախընտրական ծրագրերը։ Նրա խոսքով Հայաստանը պետք է դուրս գա մահապատիժն արգելող կոնվենցիայից։ Ասում է, մահապատիժը պետք է վերականգնել պետական դավաճանների համար։ Կուսակցությունն առաջարկում է նաև վերականգնել արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը, բռնագանձել պետական դավաճանության ու պետական թալանի մեղադրանքներով դատապարտվածների ամբողջ ունեցվածքը սոցիալապես խոցելի կարգավիճակ ունեցող ընտանիքների օգտին, անմիջապես բաժանելով այդ ընտանիքներին։ Ուզում են նաև վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ արդեն կուտակված ու վճարվող գումարների հաշվին 100%-ով ավելացնել կենսաթոշակը։ Մենք խոստանում ենք մահապատիժ պետական դավաճանների համար պիտի լինի մահապատիժ օրենքով սահմանված կարգով։ Հայաստանը պիտի դուրս գա մահապատիժն արգելող կոնվենցիայից եւ համաժողովրդական հանրաքվեով վերականգնի մահապատիժը պետական դավաճանության եւ առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Իմ նպատակն ու ցանկությունը մեկն է, միայն մեկն է՝ հասնել պետական դավաճաններին պատիժ իրագործելու օրվան։ Խիստ օրենքով սահմանված կարգով արդար, բայց չափազանց խիստ պատիժ իրագործելու։ Ես գիտեմ, որ մարդկանց ահռելի մի հատված անհագուրդ ցասումով լցված սպասում է պետական դավաճաններին խիստ պատժի ենթարկելու օրվա։